Ով Տեր, ինձ քննեցիր ու ճանաչեցիր, դու գիտես իմ նստելն ու ելնելը, իմ մտածածը հեռվից ես հասկանում, իմ շավիղն ու պարկելն ես քննում, ու ծանոթ ես իմ բոլոր ճամփաներին, նախքան խոսքն իմ լեզվի վրա լինելը, դու ամբողջապես տեղյակ ես դրան, ով Տեր, իմ հետևից ու առջևից պաշարել ես ինձ, և քո ձեռքը իմ վրա ես դրել, այսպիսի գիտությունն ինձ համար խիստ զարմանալի է, բարձր է ու չեմ կարող ըմբռնել այն, ուր գնամ քո հոգուց և քո ներկայությունից ուր փախչեմ, եթե երկինք բարձրանամ, դու այնտեղ ես, եթե անկողինս դժոխքում դնեմ, ահա դու այնտեղ ես, եթե արևածագից թևեր վերցնեմ և ծովի ամենահեռավոր եզրերում բնակվեմ, այնտեղ էլ քո ձեռքն ինձ առաջնորդելու է, ու քո աջ ձեռքը բռնելու է ինձ, եթե ասեմ իսկապես խավարն է ինձ ծածկելու, ապա գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջ բոլորը, այո, մութը չի ծածկվում քեզանից, այլ գիշերը ցերեկի պես փայլում է, մութն ու լույսը քեզ համար միանման են, քանի որ դու ես ստեղծել իմ երիկամունքը, իմ մոր արգանդում դու ես ինձ ծածկել, փառաբանելու եմ քեզ, քանի որ ահավոր ու հրաշալի կերպով ստեղծվեցի, քո գործերը զարմանալի են, ու իմ անձը դա լավ գիտե, երկրի ցածրագույն մասերում ճարտարությամբ կազմվում էի, քո աչքերը տեսան իմ կերպարանքը, դեռ անկատար, ու իմ բոլոր անդամները գրված էին քո գրքում, որոնք ժամանակին կազմվելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար, որքան թանկագին են ինձ համար քո խոհերը, ով Աստված, որքան մեծ է նրանց թիվը, եթե հաշվեմ դրանք ավազից էլ շատ են, երբ արթնանում եմ դեռ քեզ հետ եմ, հիրավի ամբարիշտին սպանելու ես, ով Աստված, ուստի արյունարբու մարդիկ, հեռացեք ինձնից, քանի որ նրանք քո դեմ չարությամբ են խոսում, քո թշնամիները քո անունը զուր տեղն են արտասանում, քեզ ատողներին չեմ ատում, ով Տեր, ու քո դեմ բարձրացողներից չեմ վշտանում, նրանց ատում եմ, կատարյալ ատելությամբ, և իմ թշնամին եմ համարում, քննիր ինձ, ով Աստված, և իմացիր իմ սիրտը, փորձիր ինձ ու իմացիր իմ մտածումները, և տես, թե արդյոք որևէ կորստյան տանող շարժառիթ կա իմ մեջ, և ինձ հավիտենական ճանապարհով առաջնորդիր։